երկու հարց Ռուսաստանյան այցի հետ կապված, արդյոք Ռուսաստանի վարչապետի հետ քննարկվեց ԵԱՏՄ-ի սահմանափակումները, որոնք Հայաստանի նկատմամբ կիրառվում են, Հայաստանի արտադրանքների նկատմամբ, եթե այո, ինչու չհաջողվեց հասնել փոփոխության, որովհետև կարծես թե ոչ մի բան չի փոխվել եւ ուզում եմ հարցնել նաեւ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից իրավապահները նրան բերման ենթարկեցին, տարածեցին տեսանյութ, որտեղ երևում է թե ինչ մոտեցմամբ են աշխատում, կալանավորվեց։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, ձեզ գոհացրեց այն, ինչ արեցին իրավապահները եւ արդյոք դուք համարում եք, որ ձեր նախընտրական խոստման առնվազն մի մասը նրան բանտ նետելը կատարված է, հիմա մնում է ունեզրկման պրոցեսը իրականացնեք։ Շնորհակալ եմ հարցերի համար։ ԵԱՏՄ-ի հետ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին, սպասելով որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորը տեսնեք։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետությունը գործում է իր լիազորությունների շրջանակներում, այդ թվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի տված մանդատի շրջանակում։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա այն, ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Հաջորդ հարցը։ Այն ժամանակ, երբ որ մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, այդ դեպքում որ խարդախությամբ եւ գցելով հարստություն կուտակածները ենթարկվեն պատասխանատվության, ոչ չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։ Պարոն վարչապետ, շարունակելով Ծառուկյանի թեման, քարոզարշավի ընթացքում դուք Ծառուկյանին ուղղված հետեւյալ խոսքը